Լսում ես Ռուբ, կնոջս հետ տեղ է եթում, մի հատ սպիտակ մազերով ջաջ ֆուլ, սենց մոտիկացավ սենց հայց։ Արա մի հատ սև մաշ չուներ, այդ ենց ջաջ, կեվս բերեց ապե։ Այդ գեղեցիկ նոտայի վրա էլ սկսենք, բարև եղբայր։ Ուրեմն ուզում եմ սկսել դրանով, որ իշխանը իմ լավ ընկերն է, ու իշխանը բոլոր պատերազմների վետերան, ընդհանուր առում ռազմական գործի մեջ բավականին խորացված է իշխանը ու զենքի մշակույթ է տարածում Հայաստանում։ Այդ հարցին է կառադառնանք ոնց եղավ, որ զենքի մշակույթ տարածելուց անցանք այսպիսի քաղաքական թեմաների, բայց կուզեմ առաջին հարցը ասեմ դրանով. իշխան ինչու եք անլրջացնում քաղաքական process-ները։ Հենց սկզբի մասով ասեմ, ես ընդամենը կամավոր եմ, տենում եմ կռիվա, այդում օգնում եմ, տենում եմ խնդիր կա, գնում օգնում եմ, այդ լավ մարդու առաջի կանոնն է, որ անարդարություն ա տենում, պետք է խառնվի։ Լավ մարդը դա ոչ թե որ բիծ չունի, խնդիր չունի, այլ որ անտարբեր չի։ Այդքանով էլի, հարց չկա դու տես մարդկանց ներկայացրու, բայց ինձ թող խոսանք էլի ախորպես։ Ահա, տենում ես մարդիկ էլ են բոլորին դեմ։ Ինչն ենք անլրջացնում, տես, քանի գնում է այս ընտրարշավը, այնքան անլրջությունը ջրի երես է ելնում։ Լուրջ դեմքերով, նմանատիպ կոստյումով մարդիկ դուրս են գալին այս բաներ են խոսում, որ ոնց որ առանց խնդալու եթե դա նայես, ցավ ես ապրելու, էլի։ Ասենք ամեն ինչ տանք պրծնենքից մինչև Նախիջևանը հետ բերենք թեզեր կա ու էդին ես լուրջ դեմքով են ասում, որ կարելի է տեստ անել։ Ասենք մեր ընկերներից դիմակայուն գտնելու համար բերենք այդ տեքստը տանք, ասենք առանց խնդալու կարդա։ Եթե դիմացավ, ուրեմն կարա շպիոն աշխատի, ասենք, էլի։ Իսկ մեր մասով մերը ամենալուրջն է, որ կարող ենք անել։ Մենք ինչ խայսատ ունենք իրար հետ, որ մի բան խնդիր է, ոչ մեկ չի լուծը, բռնում իրար հետ լուծում ենք, չէ՞։ Հիմա ոչ մեկ չէր այնց արել, որ մարդիկ կարողանան արտահայտվեն բոլորին դեմ։ Արդյունքում Ավինյանը 28%-ով դառավ քաղաքապետ, չէ՞։ Ամենք բռնենք սարքինք մեր տարբերակը։ Իրականում, հա, երևանցիների ընդամենը 9%-ն է։ 8%-ը 30 քանի տոկոսը, որը իր 9%-ը իրան է ձեն։ 9%-ն է 28-ից մասնակցած 9%-ն իրեն քվեարկել։ Ուղղակի մոտ այսպեսի հարց է առաջանում, որ դուք ինքնուրույն պատրաստվում եք մանդատները վայր դնել, չէ՞, դուք հայտարարում եք։ Ինքնուրույն, ոնց որ դուք ինքնակամ արդյոք չեք հրաժարվում process-ներին մասնակցել, process-ի վրա ազդեցություն ունենալու հնարավորությունից։ Որն է իմաստը գնալու հաստ։ Դու ինձ շանս տվեցիր մի հատ է բացատրեմ, ես բոլորին դեմ եմ իմաստը, տես։ Մենք բոլորին դեմ եմ ոչ թե որպես մարքեթինգային քայլ ենք արել, թույն անուն, թե չէ ինչ որ ազգային պահապանների առաջին, երկրորդ ու երրորդ կորպուս անունը կդնեինք, տենց քուլ է, էլի։ Մենք իրական բոլորին դեմ եմ ուժն ենք ստեղծել։ Իսկ բոլորին դեմ եմ ուժին ընտրելու են բոլորին դեմ մարդիկ, ովքեր ինձ ու քեզ են դեմ։ Նու կարող է ինձ ու քեզ դեմ չեն, մեր շարժումից ուրիշին են դեմ։ Այն ուրիշ մարդիկ է իրանց դեմ չեն, ինձ ու քեզ են դեմ։ Իրանք այս եղած քաղաքական ուժերին են դեմ, ոչ թե մեզ կողմ։ Հենց մենք վերացեցինք մեզ կողմի, այսինքն 5 տարով դեպուտատ աշխատեցինք, այդ մարդկանց խաբելու ենք, ավելին արդյունք չենք ունենալու։ Եթե մենք չենք վերարտադրում բոլորին դեմ եմ քվեաթերթիկի դերը մաքսիմալ մոտիկ, ոչ մի բոլորին դեմ մարդ, այդ թվում ես, մեզ չեմ քվեարկի։ Դրա համար է, որ մենք իրավունք չունենք, չենք կարա։ Հասկացա։ Ձեզ մեղադրում են, հիմնական երևի ամենամեծ մեղադրանքներից մեկը այն է, որ դուք ձայն եք փոշիացնում։ Օրինակ, ինչ եք կարծում այդ առումով, ընդհանուր առմամբ փոքր բոլոր ուժերի նկատմամբ կա այդ մեղադրանքը, որ պահը օրհասական է, Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու պարագայում մեծ աղետներ է բերելու, այսինքն մենք բոլորս գիտենք, որ Ալիևի պարտադրանքով այս բանը մեզ ասում են մենք այդ անհրաժեշտությունը խիստ ունենք սահմանադրություն փոխելու, բայց բոլորս հասկանում ենք, որ Ալիևի պարտադրանքը կա ու շատ հաճախ է։ Օրինակ, այսպիսի օրհասական պահի հասնելով, արդյոք ժամանակավրեպ չի հենց հիմա այս թեզը առաջ բերելը բոլորին դեմի։ Տես ասեմ։ Այս ասածը անցած հարցի հետ էլ է կապված։ Օրինակ մենք մեր դեմքերով ուժ չենք ստեղծում, դու էլ հետներս, որտեվ լիքը գաղափարներով նման ենք, չէ՞։ Եթե գաղափարական ուժ սարքենք, մենք լիքը կիսելիք ունենք իրար հետ։ Խի չենք ստեղծում ուժ, մեր դեմքով ներկայանանք։ Ասեմ, համակարգը այնպես է սարքած, այս մի կողմից փողը, մի կողմից ռեսուրսը, 4 տողոց սահմանը, երբ ուզես բռնես սուպեր վարչապետությունը, որ իմ ու քո պեսները երկու ճար ունեն։
Կամ իրար հետ ուժ սարքեն, այդան գլխով խփեն պատին ընկնեն, ոնց որ 19 ուժից մի 10-ը հեսա տենց կանեն։ Կամ այդան լցվենք ինչ որ ուժերի շարքեր, ասենք մեզ մի քիչ անցողիկոտ տեղ տվեք, նույն ԿՊ կամ մեր ձևով կամ մեկ ուրիշ, որը տենց մեծ հավանականություն ունի անցնելու, որ տեղ ունենանք Հայաստանի քաղաքականության մեջ, հավատալով, որ մենք լավն ենք, ներսից կփոխենք համ այդ ուժը, համ համակարգը, այնե կադրը փոխվելու է, մենք փդենք։ Okay, բայց ժամանակի Փաշինյանը այդ ձևով արեց, չէ՞, այսինքն ինքը չուներ մեծ ռեսուրսներ, ինքը փաստացիորեն երկդաշինքով կարողացավ այդ սահմանն անցնել ու հասավ նրան, ինչին հասավ։ Իմ գնահատականով ինքը մինչև այդ տեղացների շարունակություն է, ոչ թե հեղափոխող, որովհետև որ հեղափոխեր նույնիսկ իր հենց սպարտիվնի ինտերեսից ոչ թե արդարության կարիքով այդ իրան դատողներին, իրան հալածողներին էսեն, չեմ ասում ազգի մասով, գոնե իրա մասով գնահատական կտար։ Բոլոր այն մարդկանց ում մենք մերժել ենք, բոլորը ֆուլ անպատիժ են մնացել։ Դրանից ավելի առաջ մարդկանց ում մինչև այսօր մարտի 1-ով մեղադրում են, այդ 8 տարում տենց է չեն կարացել բացահայտել, որ բան է։ Այսինքն ես իրան չեմ համարում փոքրերի միավորված ստեղծած ուժ։ Ես իրան համարում եմ այս եղածի շարունակություն, բնական։ Հաստացի հա ինքը շարունակություն է։ Էդի տարբեր է, էդի երիտասարդները ճեղքում չեն արել։ Էդի որ մենք է համաձայնվենք մեզ է քշեն, կարող է պատահական 7% մենք ունենանք։ Հետաքրքիր գաղափար։ Այդ իմ գնահատականն է, հա, բայց մենք չենք համաձայնվի։ Երկրորդ հարցը մի հատ է իշ ասում։ Այդ հենց քվ փոշիացնելը։ Այդ հարցերը ինչ են իրար հետ կապված, որովհետև որ ասում ենք այսպեսի օրհասական Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է անպայման հեռացնել ու ամեն փոշիացած քվ գնում է Նիկոլ Փաշինյան, այսինքն այդ գա քվ է իշխանությանը։ Գաղափարական ուժերը, մանավանդ ընդդիմադիրները հենց այդ քո ասած process-ն են անելու, այսինքն եթե ընդդիմության մեջ ընտրողը պետք է օրինակ երիտասարդների մի մեծ կտոր փոկվի, այս ուժին ընտրի ընդդիմադիր, չակերտավորելի ազգային, ու այս ուժը չի անցնի, եթե ընտրես այս ուժին, այս ուժը 2% ավել կհավաքի։ Դե հիմի բոլորը ազգային են, բայց ես որ նայում եմ իրանք ազգային են, ես ուզում եմ ապազգային բաներ անեմ։ Այդ հեչ։ Եթե իրանց չընտրեին, այս մյուսին ընտրեին, սրա տեսակարար կշիռը բարձր կլներ, բայց հիմա մեր դեպքը որն է, նայ, մենք բոլորին դեմ մարդկանց, չգնացող մարդկանց, բոլորին դեմ մարդկանց հույսով ենք։ Մենք կողմնորոշված մարդ, որ փողոցում տենում ենք, ասում ենք գնա։ Պետք չէ, էլի։ Թող նկարենք էլի։ Ջոգի, ասում ենք մենք չենք ուզում քո ձայնը։ Այսինքն մենք որևէ մի կողմնորոշվածի մատով չենք կպնելու։ Իսկ չկողմնորոշվածներին այդ 18-ը եթե չեն կարող կպնեն, ոչինչ որ ես ու դու կպնենք։ Մենք այսինքն get 1 ձայն չենք փոշիացնելու։ Մենք հանրային էլ ասում ենք, մենք ակնկալում ենք չգնացողների ձայներ, բոլորին դեմերի ձայներ, չկողմնորոշվածների ձայներ։ Կարակ 18 ուժ կողմնորոշացնեք մարդկանց։ Թող գանձեն ընտրեն։ Ես համաձայն եմ ընդհանուր առմամբ ես մտածում եմ արդեն իրենց քարոզարշավից է կախված, պետք չէ փոքր ուժերին այդքան շատ կպնել ու փորձել բանել։ Այսինքն փոքր ասելով նկատի չունեմ, որ փոքր ձայն են ստանալու, այդ չես կարող դա հստակ ասել, փոքր ասելով փոքր ռեսուրս ունեցող ուժերի նկատի ունեմ ընդհանուր առմամբ, քանի որ այդ հարստությունը շատ այսպես ուժեղացել է վերջին ժամանակներում մարդիկ խնձորների վրա փորձում են բացատրել թե ինչի է դա վատ։ Ընդհանրապես ես երևի մեզ նայողներին ասեմ, որ քաղաքական դաշտում ըստ իմ տեղեկության ես եմ առաջ անգամ խնձորներով բան բացատրել, դա եղել է այդ բանակի արատավորը։ Խնձորաշինության պետն է։ Հա, ընդհանրապես նաև այսպես շատ են մարդիկ ես վերջերս սիրում ուսուցչի դերում սովորեցնել, ուղղակի նաև նշեմ, որ ես եմ եղել առաջի դասախոսը, որ լիկվիդ եմ թողել Հայկ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին, էլի ոնց որ դա էլ հա, բայց ես մի հատ բան էի հաղորդաշար էի սկսել այն ժամանակ, որտեղ բացատրում էի թե ինչի է օրինակի համար Հայկ Սարգսյանի այդ օրինագիծը սխալ ու ինչի ինքը խնդիրը չի լուծել ու բացատրում էի Նիկոլ Փաշինյանին թե ինչի ինքը եկեղեցու վրա չպետք է թաթը գցի եւ այլն եւ այլն։ Ուրեմն մենք քո գործը շարունակողներն ենք։ Տես, մեր բանը ձիվիզը որ երկու դիր բոլոր քաղաքական ուժերին, դե մերը քվյաթերթիկ համար երկուսն է։ Թող նրանց նույն դասարանում։ Երբ որ ուսանողական տեղեր ենք հասնում, ասում ենք դրանց լիկվիդ թող։ Հիմա մենք այդ երկուսը Spider-Man-ը պատական չի, էլի, քաշե հատուկ սուպերհերոս ենք ուղարկել, որ հենց երկուսը հասի, մեր էդ էր պետք։ Հիմա մենք քո գործն ենք շարունակելու։
մենք միմյանց փող լրացնում ենք, ասել։ Մի խոսք ասացի, չգիտես, այդ հենց այդ լիկվիդ թողելու երկու դնելու մշակույթը իրականում պետք է ասեմ, որ մեր մոտ բացակայում է։ Ես կարամ օրինակը բերեմ, երբ որ դեռ ես դասախոս եմ քաղաքական Հայաստանի համար չէի հեռացվել համալսարանից, ես համալսարանից ուսանող եմ հեռացրել։ Ինքը վատ ուսանող էր։ Անկեղծ ինքը այստեղ էր հասցրել, պատկերացրու ողջունենք։ 3 անգամ ողջունենք ուսանողին, հուսանք ինքը խելքը գլուխ հակե, ինքը 3 անգամ չէր եկել լիկվիդի։ 3 անգամ ես շանս էի տվել, 4-րդ անգամ ես էլ այդ շանսը չտվեցի։ Զբաղված էր։ Հա, գիտես, ու այսպեսի մի բան ես դրանից հետո հասկացա, որ միշտ մարդիկ ունեն արդարացումներ, քաղաքական գործիչները միշտ ունեն արդարացումներ, ու որ լսում ես արդարացումը, հավատում ես, ուզում ես հավատալ, այդ ուսանողներ ունեն, բայց ես իմ մեջ որոշեցի հստակ այդ դժվար որոշումներ, մարդուն համալսարանից հեռացում ես, ինքը մի տարի է պետք է գա, վերջին կուրս եւ այլն, բայց ես հասկացա, որ ճիշտը դա անելն է։ Ու այս պարագայում երևի պետք է շատ հաճախ մենք երկուս դնենք նաև այդ քաղաքական գործիչներին էլ պատասխանատվության, եթե թարգենք հեսի պատասխանատվության մասին է էլի խոսքը։ Ահա, ազատս ինչն էր։ Երևի վերադառնայինք այդ բանին, այդ հարցին ընդհանուր առմամբ այդ ձայների փոշիացմանը։ Ես մի բան էլ անեմ, մի ռեպլիկա էլ անեմ այդ մասով։ Ես հավատում եմ, որ ընդհանուր առմամբ քաղաքական ուժերը պետք է հենց քարոզչությամբ իրենց ինչ-որ համոզելու ձևերով մարդկանց բանեն ու ոչ թե փորձեն խփելով փոքր ավելի ուժեր, փոքր ռեսուրս ունեցող, փորձեն իրենց բարձրացնել, որովհետև այստեղ մի խնդիր ես բերեմ զուտ մեզ նայողների համար, որ ինձ շատ մտահոգում է 21 թվականին միևնույն իրավիճակ ունենք, շատ նման իրավիճակ ունենք ու այդ մտածելակերպով շատ մարդիկ տանը մնացին, այսինքն բարձր մասնակցայնություն չապահովեց, որտեղ մարդիկ ովքեր ունեին ինչ-որ ուժ, որին կցանկանային ընտրել կամ որ տեսնում են այն ուժերի միջև է միայն պայքարը, ովքեր ում իրանք չեն ուզում թե իշխանության, թե ընդդիմության կողմից, իրենք պարզապես մնում են տունը, չեն գնում ընտրության, ու այդ առաջին հերթին գնում ձայն իշխանությանը, դա ձայնա իշխանությանը չմասնակցել, որտեղ իշխանական այդ մասը մոբիլիզացվելու անպայման գնա։ Նվիրյալներ են։ Այո, ու այստեղ մի հատ էլ խնդրենք անում, երբ որ այս օրհասականության բանն էլ, ես լրիվ համաձայն եմ օրհասականը պահը, այդ օրհասականության բանը երբ որ գնում է, որ անպայման ասում են այն մի կողմից ասում են ձեր քվեն չփոշյանա եւ այլն, նաեւ այդ մի կողմից ազդակ իշխանական մասին, որ իրանք ավելի ուժեղ են մոբիլիզացվում։ Ու այդ իրավիճակում հաստատապես ոնց որ կորցնում է անդիմությունը, պետք է պատրաստ լինել ոչ թե այդ մի անձնյա իշխանություն դու վերսեսեն հույսով որ այդ Սերժի կարած կոստյումը այս անգամ էլ դու կհակնես Նիկոլի հակից կհանես, այլ փորձես մյուս ուժերի հետ ինչ որ համագործակցություն անելով քաղաքական process գեներացնել։ Մենք թույն լուծում էինք առաջարկել, երբ որ բոլորը դառնային բոլորին դեմ, բոլորին դեմը կդառնար Նիկոլին դեմ։ Չէ՞։ Նայ, ես միանամ քեզ փոխենք, հետո դու իշխես, էդի բութ մարդկանց համար է, խելացիները դրան չեն կապնվում։ Մի անգամ կապնվել են կամ իրենց տես թվացել է 18 թվին։ Ամեն գնով Սերժին հեռացրել են, գցել ենք ոտներից։ Ամեն գնով մի բան անել է էշություն է։ Ամեն գնով ոչինչ պետք չի անել։ Ամեն ինչը ունի գին ու ամեն գին չի։ Ամեն ինչ ես կարծում եմ։ Ամեն գնով տենց է ասում են, ինքը չլինի ով ուզում է լինի, տենց հեքիաթ է կա, չէ՞ որ աղոթում է թագավորի համար ամենավատ, որ չմեռնի, որ տղեն ավելի վատը չլինի։ Այդ հեքիաթները ինչ որ միտեղից չեն հնարած։ Դրանք կյանքից են վերցրած։ Ես ինքս հիմա ամեն գնով ԿՊ-ն պետք չի փոխել։ Համաձայն եմ, որովհետև պետք է ճիշտ գնով փոխել։ Եթե այդպես ասենք, ԿՊ չասեք ընդհանրապես, բայց այդ խոսքը որ կա Նիկոլը չլինի ով ուզում է լինի, ես հավաստի ասեմ Նիկոլից ավելի վատն էլ կա։ Ավելի լավ է մենք այդ խոսույթով որ Նիկոլը չարը։ Դա շատ պրիմիտիվ է։ Պետք է իմանանք ինչ ենք անելու այդ քայլերը, հերթականություն երկարաժամկետ պետք է իմանանք։ Անցնենք շատ դաժան հարցի իշխան ջան։ Անցնենք Մելիք Վարդանյանին։ Հա։ Ուրեմն կար Մելիք Վարդանյան, ով մասնակից էր եղել վարչաբենդի, հետագայում ինքը եկավ, միացավ բոլորին դեմ շարժմանը ու ձեր տեխնացուների շարքում էր նաև։ Ողջույններս Մելիքին ասում է, հետո շարունակենք։ Ոնց դա ստացվեց, արդյոք ձեր համար խնդիր չէր, որովհետև ինձ համար, անձամբ ինձ համար, այդ խնդիրը ու ես հավատացեցի, որ դուք պետք է հրապարակային հետ կանգնեիք ու ասեիք, որ եղբայրնա դեմ չի բոլորին, թող ինքը մեր շարքերում չլինի։ Երբ որ ես իմ ընկերների հետ կսարքեմ գաղափարական ուժ, ես պատասխանատու կլինեմ բոլոր միացողների հայացքների համար։ Երբ որ ես իմ ընկերների հետ մասնակցում եմ բոլորին դեմ եմ ուժին, դա եթե դառնալու է մեր պեսների ուժ, ելքի է բոլորին դեմ եմ։ Ավելին, Մելիքը շատ լավ իրան դրսևորեց, այդ պիտակավորումների մեզ վնասելու փուլին ինքը ինքնուրույն չեկավ չմասնակցեց։ Հիմա չկա էլի, ինքը չի դառնալու դեպուտատ, դեպուտատի տեխնացու չի,
չի անել, բայց ինքնակամ արես, մենք չստիպեցինք է։ Ու լավագույն բանը, որ բոլորին դեմը կարող է անի, դա այնպես անի, որ մի մարդ, ով որ գնում է վարչաբենդին կամ Նիկոլին մեծացնում լայքում է, դառնա բոլորին դեմ եմ, որովհետև օրինակ ինքը օֆիցիալ հայտարարել է, որ քվեարկելու են բոլորին դեմ եմ։ Իշխան ջան, իսկ ինչ ասա։ Դա մինչև էդ է կար, տեսել եմ, կարաս բաներին է ցույց տալ։ Հասկացա, ես էլ կարեք։ Հա, եղբայր։ Հիմա տես։ Մելիք Վարդանյանն է մասնակցում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին։ Շատ լավ է։ Այն օրն է մեր ձևով ներ մասնակցում։ Վրեքը քրեական գործեր բացեցին։ Մի 100 հոգով խառնվել էին։ Ինչ նկատի։ Մտել էին հարամ էին, բայց իրանց դրոշներով փաստացի մասնակցում էին։ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին։ Հա։ Պապիկյանին չէին թողում խոսալ, տես։ Այդ կադրը մարդու քվեն ինքնա գցելու լուր։ Չէ, բայց նայ, եթե մեր ձևովի կողմից նայենք, դա իրանց բողոքներ, այսպես ասած։ Հա, այս մարդը քեզնից տարբեր մարդ է։ Դու իրան չես հասկանալու, ես իրան չեմ հասկանում։ Ես չեմ էթա նկարվել։ Ու հավելին լիքը հայեր ինձնից քեզնից տարբեր են։ Բայց քվեախցիկում իրանք մնում են իրանց խղճի հետ։ Տարբեր տեղեր նկարվող մարդիկ, կաշառք վերցնող մարդիկ, վարչական ռեսուրս մարդիկ։ Դու քեզ վարչական ռեսուրս կարող ես պատկերացնել։ Գիտես, որ 300,000 հոգի կա։ Գիտես, ընդունում ես դա։ Ես այդ ընդունում եմ։ Ես անգամ ընդունում ես, որ լարվում են, որ կարող է իրենց սյոտակի տենում են։ Լիքը մարդ։ Միանշանակ այդ հոգեբանական դու ես մարդկանցից տարբեր չես։ Ես տարբեր եմ, ես ավելի գիտակցել եմ։ Ես պատմում, երբ որ ես դեռ բանակում էի ծառայում, երբ որ այն հին ձևերով եկան այդ ժամանակ կարծեմ որ թվականի ընտրությունները ես ուրեմն 16-ից 18 թվականին եմ ծառայել 17 թվի ընտրություններն էր երբ որ եկավ հրամանատարությունը ու խոսյով որ դե մենք քաղաքականության չենք մասնակցում, քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Մեր գլխավոր հրամանատարը, բայց մեր գերագույն գլխավոր հրամանատարը եւ այլն, իմ բողոքը հենց այդտեղ արտահայտեցի չեմ ընտրելու։ Ինչից հետո ինձ կցեցին մի սպայի, ով որ պետքա տենց շատ ու շատ լիներ, որ ես ընտրեի, ես ճղեցի արանքը իմ ուզածին ընտրեցի ու դուրս եկա։ Այսինքն այդ առումով անգամ ցավալիորեն բանակն է երբեմն դառնում վարչական ռեսուրս ու բայց ես այդ դերում անգամ չեմ եղել այդ պայմաններով։ Դու չես հասկանա այդ մարդկանց ընկեր, բայց ձեր զորամասը մեծամասնությամբ ընտրել է ինչ որ պետք է։ Դե բնականաբար դու էլ իրանց հետ ջիգարով ծառայում ես, չէ՞, կռիվել ելներ կգնայիր, չէ՞։ Միանշանակ։ Ճոգիր որ մեր հայերն են։ Միանշանակ իրանց պրոստը ձերոնք չեն դաստիարակե։ Տես, այդ մարդը կարող է դաժե ԿՊ ընտրին, ես չի ես իրան մոտիկից չեմ տեսել, բայց մենք մենակ պետք է ուրախ լինենք, որ ԿՊ-ի կողքը նկար ունեցող կամ մարդը մի օր հայտարարի, որ ես բոլորին դեմ եմ։ Ընդդիմության ձայները տանելը հեշտ է։ Չես կարծում ինքը ձեզ դիսկրեդիտացնում է ձեր շարժումը ու ձեր համբավի վրա։ Ոչ մի ձև կապ չունի մարդը, բացի հայտարարելուց, որ աջակցում են։ Ոչ մի ձև կապ չունի։ Լծակ չունի։ Խնդիրը նրանում չի ինքը կապ ունի, թե չէ, խնդիրը նրանում է թե քարոզչությունը ոնց է դա տեսնում ու ոնց է ներկայացնում։ Կարան հարամ են, հարց չկա։ Այս բանում սև ու սպիտակ, որ ով մեր հետ չի, օրինակ երեք հարցում էի post-ը, բանը ԿՊ-ին մի իրանց հորինած անունով էի դրել, նրանց են եռագլուխ անունով։ Սրանք այս կողմից հարցակման, սրանք այս կողմից։ Իրանք եթե մերոնցից չես, մյուսն էս ձևի են նայում 0 կամ 1-ը։ Մերը երկուսն է։ 0-1 իրանք են պետք մնան, մերը երկրորդ տարբերակն է։ Քվեատերտիկ համար 2 էլի, բայց ծրագրավորման մեջ 0-1-2։ Ես ոչինչ չեմ կարանեմ, ավելին որ մեկը ինադու որոշի իրանցից ամեն օր ասի ձեզնից մեկն է, մի օր ընդե նկարվի, մի օր ստե, մի օր ընդե, մի օր ստե, մեր կանոնից չենք թռնելու։ Ով բոլորին դեմ է, կարա գա մասնակցի։ Բացենք ու այնքան լավ ենք արել, որ տենց բաց ելնելով մեր ցուցակի մարդկանց մեծամասնության վրա ֆուլ վստահ են։ Ֆուլ։ Պատկերացնում ես։ Ու էդի բաց ենք արել, որովհետև հենց մենք փագեինք, այսինքն բան, մի հատ անալիզ վերցնեինք, նոր ասեինք բոլորին դեմ է թե ոչ, էլի դառնալու էր մեր տեսակների կուսակցությունը, ելքի են կանոնը դրել բոլորին դեմ է։ Վստահության մասով Իշխան ջան, դուք, եթե չեմ սխալվում 87 տեխնացու եք ներկայացել, ճիշտ եմ հիշում, 87 էր։ Ես տեսա, որ վերջերս ինքնաբացարկ հայտնողների մեջ 3-ը ձեզանից էին ինքնաբացարկ հայտնել, չէ՞, այսինքն շատ ավելի մեծ թիվ շուտով կտեսնես։ Այս բան 84 եք։ Շատ ավելի մեծ թիվ շուտով կտեսնես։ Շատ լավ, հիմա դուք մտնում եք, պատկերացնենք, դուք հավաքել եք 6%, ընդունենք։ Գրեթե 6-7 հոգով մտել եք ազգային ժողով։
Համոզմունք ունեմ, քանի որ ես գրեթե բոլորին ճանաչում եմ ձեր առաջին տասնյակում, այսինքն առաջին տասնյակում բոլորին եմ ճանաչում, կասկած չունեմ, որ առաջին տասնյակում ձեր մանդատները բոլորն են վայրը դնել։ Առաջին տասնյակից հետո քիչ մարդու եմ ճանաչում։ Այնպես որ ես չեմ կարող որևէ համոզմունք ունենալ, անգամ ես կարող եմ ասել, որ ես համոզված եմ, որ կգտնվի գոնե մեկ հոգի, ով որ չի վայր դնի մանդատը, ով որ մանդատը վայր չդնի, անկասկած, անխուսափելիորեն աշխատելու է անցած, չասենք օրվա իշխանության, այդ պահի օրվա իշխանության հետ ու համար։ Հեսա գրազա հասունանում ասում է։ Որ ես մեր թիմակիցների հետ այնպիսի ձևով այդ հարցը լուծեմ, որ դու ասես, արա ես ինչ արիք տղեկ։ Այսինքն ֆսս ֆուլ համոզված լինես, որ ոնց որ գծածա տենց լինելու է։ Մի օր որ մենք գաղափարական, հեսա գալիս ենք այդ սահմանեմ գրազը որ գանք։ Մի օր որ մենք գաղափարական ուժ սարքենք, որը նախ բռնելու է իրար, այդ գալու ես անդամ լինես։ Եթե իմ գաղափարներին ինքը չհակասի, եթե ես տեսնեմ, որ հստակ օրակարգ կա ու այդ օրակարգը իրատեսական է, ինչու ոչ։ Հիմա ես քեզ երաշխավորում եմ, որ բոլոր հնարավոր տարբերակներում ոչ մի փուստ էպիզոդ չի լինելու։ Արի։ Ինչի վրա ենք բայց գրազը գալիս։ Դու կարաս ցանկություն ուզենաս, ես այդպես վստահ եմ։ Մեզ տանեն։ Չէ, ասպեր, արի գրազ գանք։ Կարամ դաժե մի բան տան, խոստում տամ, մերը բոլորին դեմ է։ Մենք արդեն ընտրակաշարք բաժանելու էպիզոդներ ենք ունեցել, վիդեո նկարած։ Ախնդրակաշարք էլ։ Վրեն գրած է նիլի является платежным средством, բայց մենք տվել ենք որպես բան։ Բայց պետքա մտածենք, ինչի վրա ենք գրազ գալիս։ Կարաս հետո մտածես, այդպես մեկնաբանություն գրեն, մենք ամենալավ մեկնաբանությունը ընտրենք, որպես գրազ կիսողնել ամենալավ մեկնաբանություն գրողն է։ Գնաց։ Իսած մեզ ամենալավ մեկնաբանություն գրող։ Եթե լուրջ է հարցը կրեատիվ։ Որովհետև մի բան ասեմ, եղածների մեջ որպես ռեսուրսի հարաբերակցությամբ ամենակրեատիվը կարծում եմ հենց ձերն է։ Հեսա այդ կրեատիվության սուպեր հերոսներն են մեր հետևը կանգնած ընկեր։ Հեսա սրանն էլ կանցնենք։ Շարունակի խնդրեմ խոսքը։ Եթե լուրջ այս գրազի ծաղիկները շուտով կտեսնես ու կհամոզվես ժողովուրդն է կտեսնի, էլի, այսինքն կհամարենք գրազը կայացած կամ չկայացած այն պահին, երբ որ եթե այն պայմանով որ դուք անցնեք ազգային ժողով ու եթե բոլորը վայր են դնում։ Կհամարենք կայացած, երբ որ դու կհամարես, որ պարտվել ես կամ ես։ Ինձ պետք չի զորել, էլի, դու չես քաշի, ես էլ չեմ քաշի։ Միանշանակ չենք քաշի, ամենակրեատիվ, ամենահետաքրքիր մեկնաբանություն գրողը կիսում է գրազը։ Այդ կդկտրենք հանրային ասում ախպեր։ Հա, ինչ։ Արա հարցը իր է տվել մտքիցս կդրա։ Արի ես մի ուրիշ հարց տամ, եթե կհիշես կասես։ Ուրեմն հենց մեկը այս սուպեր հերոսների մասով, հենց էլի կանք է տան լրջացնելու թեմային, որ քննադատությունը կա, երբ որ դուք բերում եք հերոսների, երբ որ այդ ձեր պիու այդ բաներով քննադատություն կա, ասում են, որ դուք դրանով այնքան եք անլրջացնում process-ը, որ մարդիկ արդեն սկսելու են ընտրության ընդհանրապես լուրջ չվերաբերվել ու չգալ ընտրատեղամաս, մասնակցության շեմայի չտելու ու ընդհանրապես այդ իսկ պատճառով դուք նիկոլական եք, դուք Նիկոլի պրոյեկտ եք։ Մայրս հետևում է իմ արասներին, լսի, մայրս արասներից հետևում է։ Այն օրը մի հատ օրինակ էի եկավ ասեց բալես այդ բանն Անդերսենն է գրե հեքիաթա որ երեխան գոռում է թակավորը մերկ է ահա այս փդած իրականությունում երբ որ 19 ուժ կինդեր ձվիկներով թիվ են քաշում շատ նորմալ է այդ կոնտեքստում 19-րդը գա քաշի երկրորդը ասի բոլորիդ երկուս եմ դնելու որ մնաք նույն դասարանում խնդալու է այդ լուրջ դեմքերով լուրջ կոստյումով մարդիկ լուրջ պլակատների նկարներով Մասիսի ֆոնով այս ճիշտ անկյան տակ էլի էդի եթե չծաղրվի ուրեմն մենք որպես երկիր ենք անլուրջ կողից որ նայեն մտածեն սրանք լուրջ սենց ընտրության են եթում շատ ավելի անլուրջ է քան թե լինի մեկը ծաղրողը որ հերվից նայողները մտածեն առողջ է իսկ մեր մասին խոսանք հերվից նայողների փայը տվինք բրցանք էլի մենք իրոք բոլորին դեմ ենք ստեղծել բոլորին դեմ եմ մարդու կերպար Spider-Man-ից լավ չես գտնի մենք այդ հստակ քցե բռնե որոշի ընտրել ենք ինքը բոլորը փրկիչ են ուզում չէ փրկիչն է սուպեր հերոսն է հա ես հասկանում եմ որ թողեն 18 ուժերի առաջի համարներս
Անեն։ Տենամ կարան մեր Spider-Man-ի պես չեն կարող։ Ես ընկալել եմ այդ մեսեջը, որ դուք դրանով ծաղրում եք հենց Փրկիչի ինստիտուտը Ախպեր չծաղենք դու ասա, լուրջ։ Հիմա դու մենակ լրագրող չես, դու մեր ընկերներն ես։ Վիճակը ծաղրելու չի։ Ես լրագրող չեմ, իհարկե ես։ Դե կողմն ես էլի, դու հարց տալիս ես, ես պատասխանում եմ տենց էր վիճակը։ Ծաղրելու չի քո կարծիքով, թե կոմենտում գրեն քո ասած։ Եթե մեկը կարծում է, որ այս վիճակը, այս իրար համբալ ասելով, բան, ինչ որ եթե ասես արկածախնդիր ասեմ ուժեղ ես, բան, եթե էդի ծաղրելու չի, ուրեմն մենք անլուրջ ենք, մեզ մի ընտրեք, այդ ձեր ցավը տանեմ, գտեք ձեր սրտի համբալին ընտրեք։ Հիմա այդ կոնկրետ այդ Փրկչի ինստիտուտը գիտես, երևի ավելի խորը մարդկանց հոգեբանությունից է գալի, որովհետև ոչ մի բան ոչ մի տեղից չի առաջանում։ Իրականում այդ ամեն ինչի տակ կա քաղաքական PR, այդ ամեն ինչի տակ կա վերլուծություններ, որ հա մարդիկ որպես կանոն փնտրում են ինչ որ մի ելք, ինչ որ մի մեկին, այսպես ասենք, ով որ բոլոր խնդիրները կլուծի ու կարիք չի լինի իրենց որևէ ներգրավման։ Առավել հասուն հանրությունները հասկանում են, որ սեփական պատասխանատվությունն է այստեղ պետք ու սեփական մասնակցությունը կարևոր է այդ բոլոր process-ների մեջ։ Դա ավելի բնորոշ է առավել հասուն հանրություններից։ Ցավոք սրտի մեր հանրությունը դեռևս այդ հասունացման փուլում է։ Դեռևս չի հասել են հանգրվանին, որ ասենք, որ հանրությունը իր ամբողջության մեջ այդ ամեն ինչը գիտակցում է խորապես։ Դրա համար այդ Փրկչի ինստիտուտը դեռ կա ու երկար է մնալու։ Դեռ ինքը շատ երկար է մնալու։ Արի ես դրա դեմը առնեմ հենց հիմա դրանով է հաղորդումը փակել կուզես։ Տես։ Հիշում ես սկզբից որ խոսացինք կամավորությունից, պատերազմներից, բանից։ Ես մի հատ լավ ընկեր ունեմ, ով որ Հունաստանում ակադեմիա սովոր է։ Այո։ Ես կարծեմ ճանաչում եմ այդ ընկերը։ Պետք չի անունը տալ, ասում է թող մեր Ռազմիկը փորը չետա։ Տես։ Ասես մենք որ սովորում էինք, էդին ինձ շատ տպավոր է ինձ։ Ասես մենք որ սովորում էինք 0 կուրսում առաջ, ամենասկզբում էլի առաջի կուրսում։ Իրանց կծում էին իրանց երկրորդ համար, մինչև ավարտելը իրանք երկուսով էին լինում։ Բոլոր process-ներում, բոլոր։ Մեկը գնում զուգարանի կողքը սպասում էր, որ այն մեկը մտներ ներս։ Զույգի գաղափարը, նայեք, պատերազմում ամենափոքր միավորը էդի զույգն է, ադզինոշկա զինվորի գաղափար չկա։ Այն ադզին պոլևոյին մենակ ռուսների մոտ է, էլի նիվոյին ախպեր։ Հաղթանակը սկսում է մեկից ավել մարդուց։ Ու հենց այդ թեզը հույները, մյուս ազգերը բոլոր ռազմական դոկտրիններում չկա մի հատ վիճակ, որ մի հոգին է եւ վերջ։ Թիմը սկսում է երկու հոգուց։ Հայաստանում է ոնց որ Կարեն Վարդանյանն էր ասում, հաղթելու է թիմերը։ Փրկիչը չի հաղթելու։ Ես համաձայն եմ։ Կարան ես իմ ChatGPT-ին հարցնեն, կարան գրեն Կարեն Վարդանյան Հայաստանում հաղթում են թիմերը նայեն։ Վարիանտ չկա, որ անատապես մեկը փրկի։ Իսկ հիմիկվա ամենամեծ ուժերը սաղ անատապես են։ Մի ուժը պայքարում էր իր անունի մեջ անունը գրել թողելու համար, մտում թե որ էդի հանեին փլվելու էր։ Մի ուժը Նիկոլ Փաշինյանի անվան ԿՊ-ն է, այն մյուսը Ռոբերտ Քոչարյանի անվան ուժը Հայաստան Դաշինքն է։ Անուններով են, նկարները 90% դնում են։ Մի մարդու նկարանը, նույն իմ կողմից բավականին նորմալ վերաբերմունք ունեցող Թաթոյանը։ Այդ ձևը, որ մարդը ուժի կեսն է, ոչ միտը չի տանելու։ Ես պետք է ասեմ կոնկրետ Թաթոյանի մասով շատ լավ եմ վերաբերվում։ Ես է։ Բայց այդ մասը թարս է արել։ Դա չգիտեմ։ Ուզում ես ֆրանկ իր ռեկլամները նայենք, ախպեր։ Ճիշտ չեն արել, այդտենց չի կարելի։ Դա իրաց ընտրությունն է, ամենայն դեպս չգիտեմ։ Էտա փրկությունը, եղբայր, էտա։ Թո մարդիկ էլ ասեն, էտա։ Փրկչի մասով ես այսպես ասեմ, գիտես, երևի այդ գալիս է նաև նախ մարդկային հոգեբանությունից է դա գալիս, եթե մենք Քեմբելի հազարադեմ հերոսը կարդանք, կհասկանանք էլի մարդու այս բոլոր այս հոգեբանական խոր հոգեբանական կոմպլեքս այդ խնդիրներից եւ այլն, երևի պետք է շատ առավել հասուն հանրություն, այսպես ասի, պետք որ հասկանա, որ այդ թիմերի խնդիր է, միանձի խնդիր չի եւ այլն, բայց դպրոցից էլ չէ, մեզ մոտ եկել է, օրինակ եթե հարցնեն, օրինակ մենք ունենք Նժդեհի կերպար, որը հստակորեն ընկալվում է, չէ՞, ինքը այդ փրկչի կերպարն է, որովհետեւ ինքը համարվում է Սյունիք փրկած մարդը, բայց իհարկե իր հետևում եղել է։ Հա, իր հետևում իհարկե եղել է։ Այդ կինոն նկարելուց մենակով են սարքի իրան։ Զուգահեռ էպիզոդներով Անդրանիկն է գործարը իր տարածքում մինչև Իրանա Անդրանիկը գործարը իր հետի թիմն է գազան թիմ եղե։ Այդ պրոստը մեկի անունը մի քիչ շատ է հելած եղել։ Ոնց որ Մոնթեի կերպարը, հիմա ինչ առաջա բոլորից։ Բայց կռվին
էպիզոդներով հողեր ովքեր են հետ բերել։ Տվեցի որ հանգարց խնդիր չարչա, չնայած ասի Facebook չեն գցի, ասի YouTube են գցելու, որովհետև գիտես։ Ապա ինձ ճանաչում են YouTube-ից ասում են «Յա մեր իշխոն է», արխային քիչ ես տերեմ չենք։ Հա, օքեյ։ Ես իհարկե շատ նեղվում եմ թեմայից ու կարծում եմ որ պետությունը պետք է զբաղվի մեր հերոսի խնդրով։ Կարաս կոչել անես փրկիչներին զբաղվեք։ Հա, փրկիչներ։ Պարոն Փաշինյան, խնդրանքս էլի, ախր տես չի կարելի էլի։ Փաշինյանը ճար ունենար մի հատ զանավես կքաշեր Արարատի առաջ։ Զբաղվեն ախպեր։ Մեջքի ենք եթում։ Բոլորին դեմ լնելա պետք, դրանք սաղ փաթեթով մեզ մեջքի են տանում։ Թողեք մի քիչ մենք խաղաղություն ցախենք ուժերն։ Տեսնում, օրինակ ես վերջերս ես նկատեցի, որ անգամ իմ անձից շուրջ մեկ էս բաներ է պատտվում, կարող է Նիկոլականա եւ այլն, որ դա ես կասեմ ինձ կոնկրետ Նիկոլական ավելի անբարոյականություն է, սկսենք այդտեղից ու շատ դեմքեր են, գիտես ովքեր են քննադատում են մարդիկ ովքեր դեմ ժամանակին բիզնես գործունեություն են վարել իր հետ, ինչ որ չգիտեմ, տենդերների բաների հարցերի մեջ մարդիկ ովքեր դեռևս ոչ վաղ անցյալում, մինչ այն երբ որ իրանք սկսեցին իրեն աղետ անվանել դոնատներ էին անում ԿՊ-ին ու շատ իհարկե ցավալի է որ ես այն ժամանակվանից երբ որ սկսել եմ գործունեությունը իմ գործունեության արդյունքում լիքը կորուստներ եմ կրել այսինքն օրինակի համար մեկը հեռացվել եմ աշխատանքից նրա համար որ դատի են ինձ տվել SLAPP հայց եմ ներկայացրել իմ այսինքն ես այդ ուժողն եմ ու ունենալով շատ հնարավորություն այս ալիքի վրա իմ պոպուլարության շատ կոպիտած ալիքի վրա մեծ փողեր աշխատելու ես որևէ կոպեկ չեմ աշխատել ու Patreon-ից չհաշված որտեղ ունեմ Patreon-ներ շնորհակալ եմ Patreon-ներ այդ Patreon-ներից բացի ովքեր որ դոնատներ են անում անհատ մարդիկ են տարբեր իմ եղբայրն է իմ ընկերուհին է նաև իրանց շարքում ընդհանրապես չեմ աշխատել փող բայց այս պահին մենք տեսնում ենք չէ ինչքան սովորական բլոգերներ ապա քաղաքական իբրև թե ճակերտավոր մեկը սոցիալ քաղաքականությամբ զբաղվել ու հաստատ լավ փողեր էլ կաշխատել դրանք փաթեթով են դու իրանց առանձնացնում ես համակարգի բախացուցիչ մասը դու իրանց առանձնացնում ես մենք որ իրար հետ որ մի բան գծենք նորմալ է չէ որ դերաբաշխում անենք հա իհարկե իրանք էլ են դերաբաշխում արեն բայց գիտես ես էսպես ասեմ ես իրականում ես իրանց բոլորին դեմ եմ ես այս բանով բայց ուժեր կան որոնց դեմ չեմ դա նշեմ կան ուժեր կոնկրետ որոնց ես բոլորին դեմ եմ ես բոլորին դեմ եմ ինել դեմ հիմա հարցը գիտես խնդիրը ես ինչ որ եմ տեսնում եթե մենք համակարգից ենք խոսում օրինակ ժամանակին իմ մայրը դպրոցի տնօրեն լինելով հաճո չէր իր ժամանակի նախագահին ու հեռացվեց աշխատանքից այդ պատճառով ու այդ նույնը կրկնվեց դրանից սպասի ասեմ քանի տարի անց 13 տարի անց կրկնվեց ու ես հեռացվեցի արդեն այս դեպքում համալսարանից որտեղ ես հաճո չէի այս ժամանակվա օրվա իշխանության էլի թագավորին առողջ եք էլի ոնց որ դա մեր մոտ է դառել ընտանեկան սովորություն, ընտանեկան ավանդույթ է դա։ Ես նկարներս նայում էի 3 օր նստել եմ 2 տարի առաջ այս ժամանակները։ Նորմալ է այս իրավիճակում հալածված լինելը, ավելին աննորմալ է ընդհանրապես հալածված չլինելը։ Ու գիտես ցավալի է, որովհետև ես ինքս էլ են հույսով, ես ինքս այդ խապվելով, մոլորվելով, թե ոնց անվանենք դա, դուրս եմ եկել նախկին իշխանության, բայց փաստացի այսօր ես հետ նայելով ռետրոսպեկտիվ տեսնում եմ, որ ոչ մի բան չի փոխվել, որտեղ այն ժամանակի մայրիկին հեռացին աշխատանքից այսօր չի փոխվելու ախպեր։ Ասում եմ նույնն է։ Այսօր վիդեո է իրանց համար նկարել, ինձ էլ էին Նիկոլական ասել։ Դες մի քիչ զգուշ էին ասել, բայց ոչ։ Ընկեր նման չեն, նույնն են։ Ես իրանց նույնն եմ համարում։ Բայց ավելի շատ քննադատեք հորվա իշխանությունը, որովհետև ես մի բան էլի ասեմ, որովհետև շատ հաճախ ես նկատում եմ, որ Տեսը դու չես ջոգում, որ նույնն են, ընկեր, չես ուզում ընկալես։ Մի վարքյան։ Թող նույն համակարգի ներկայացուցիչն են, այդ գործոնին շարունակում, բայց ես մի հատ շատ կարևոր բան պետք է ասեմ, նախկին իշխանությունները Արցախի հայաթափում թույլ չեն տվել։ Նիկոլ Փաշինյանի օրոքա 1000-ամյակների Նիկոլ Փաշինյանն են թույլ տվել։ Դու հեղափոխության օրերը այդ բանը, ռադիոտունը բանը չես հիշում, փոքր չենք եղել այդ ժամանակ։ Ես հիշում եմ ու հա հիմա գալիս ես այդան ռադիոտունը գրավենք։ օբյեկտը կարան քացով գալիս ես այդան գրավենք իրար հետ։ Կոգնի բոլորին դեմին։ Եթե մենք խայբ կտա։ Չէ, մենք եթե հենց այս պահին մենք շարժվենք գրավելու անգամ այս հələ էֆիրել չի գնաց։ Ես համոզված եմ որ ճանապարհին միտեղ մեզ ծալել են տանեն։ Բայց ոնց ալնում, քեզ հարց չես տալի, ախր դու ուժեղ տրամաբանող մարդ ես։ Այն վաղ թարիֆացել ենք հասկացա։ Ես այդ բոլոր պատասխանները ճիշտ ասած։ Նույնն են, ընկեր, նույնը։ Նմանն է ուրիշ բան է։ Փող լրաց, հա, թղթերով պատասխանատուն են։ Ախպեր, թղթերով պատասխանատուն են։ Երբ որ ես հիմա բոլորին դեմ եմ անում ենք, չէ՞ թիմը ճանաչում ես։ Երբ որ մեկին շատ առաջ բրթենք,
Այն մնացածից մեղքը մեր դաղալությունների համար չի պակասելու։ Մի րոպե, ես այստեղ մի հատ բան ունեմ ասելու, մի հատ քննադատություն։ Օրինակ ինձ, անձամբ ինձ, ահա որ շատ են քննադատում են մասով, որ դու միայն Նիկոլ Փաշինյանից քննադատում իշխանությանը չես անդրադառնում։ Կա ճշմարտություն դրա մեջ, որովհետև ես աշխատում եմ այս իրավիճակում ընդդիմությանը չխփել կոպիտ ասած, բայց տեսելով ընդդիմության գործելավոճը արդեն ոնց որ մեջս դες կասկած անգնում սյոտիկի կարող է արժի, որովհետև ես որպես հանրային գործիչ պետքա փորձեմ նաև ընդդիմությանը ճիշտ ուղով վրա անեմ, եթե սխալ է գնում։ Այս ձայնագրությունները, որ ես լսում եմ, ես կարծում եմ դու էլ տեսած կլնես իմ բողոքը ուղղված իրանց, որ չի կարելի, չի կարելի։ Դա իրանք հաջողել են, ապա քեզ զբաղացրել են։ Ինստիտուտը, որը դուք ասում եք, շատ տեղին եք ասում, չի կարելի բերել։ Շնորհակալ եմ։ Այդ իրանք քեզ զբաղացրել են ախպերս։ Այդ իրանք հաջողել են, իրանք թևերը բաժանել են, սրանք էս դերերն են խաղում, սրանք էս։ Երբ որ մեկի յանից դու կողմ ես դառնում դե էսի շատ ապոշություն, հա, իրանք հաջողում են։ Ախպեր, արի քննարկենք։ Նայ, ես ասեմ, եթե այս ընդդիմությունը անցավ ազգային ժողով, ես այսուհետև ես խոստանում եմ, որ իրանց էլ եմ անդրադառնալու արդեն, որովհետև պետքա եթե ազգային ժողով միջվոր ուժ իմ ներկայացուցիչն այն պետության ներկայացուցիչը մանավանդ ընդդիմություն, որտեղ ես բաբշե հույս չունեմ օրվա իշխանությունից։ Ես իրանցից էլ եմ պահանջելու միանշանակ։ Ապա արի պետք է էսի իրար հետ դուրս գանք ջոգենք։ Նոր պետք է իմը ես հարց տամ, տես։ Տուր իհարկե ես երկու ուժ Ռոբերտ Քոչարյանի ուժը ու ԿՊ-ն։ Ահա։ 8 տարի իրար մեղադրել են, ԿՊ-ն մարտի 1-ի ու հոկտեմբերի 27-ի մեջ է մեղադրել։ Չէ, առաջի օրից է եկել նախ իրան արդարացրել է։ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ով էլ մեղավոր չի, իշքանով ես գիտեմ, ես էլ լավ գիտեմ։ Փաշինյանը թե Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյանը։ Հետո նրա դատն է սկսել, որը բարեհաջող հարանվել է։ Այսօր ցույցերին ասում է, որ մարտի 1-ը բացահայտված է, դու նստելու ես։ Ահա։ Հոկտեմբերի 27-ի պատասխանատոնել ես դու համալենն ասում համբան, բայց 8 տարի ինչ ուզե արել են, համաձայն ես Նիկոլենք, ինչ ուզե, Արցախ են հանձնել Մարսե, arczepiskoposներ են նստեցրել Մարսե, ինչ ուզե արել են։ Ախպեր, իրանք այնքան են Ավելին ասեմ, մենք տեսել ենք Սուրմալուի պայթյուն, չենք իմացել ինչ եղավ, մենք տեսել ենք Կացարանի, որ մեր զինվորները, մեր տղերքի ջահել 15 հոգի այրվեցին, չենք իմացել ոնց է։ Դե ընդ իրանք երկու կողմ էին, ընդ կամ մեկն է մեղավոր, կամ մեկը բրծոնելու ձև չկա։ Կացարանում լիքը ուրիշ մեղավորներ կարող լինի, մինչև Ադրբեջան։ Այնտեղ առաջին ու 4-րդ նախագահը մի կողմից էին, երկրորդ ու երրորդը մի կողմից։ Չէ, ընդ պալուբոմը մեղավոր դուս է գալու մեջները։ Ժողովուրդը մեղավորը չի լինելու։ Այս պայն մենակ ժողովուրդն է մեղավոր, որտեվ սպանվել է ու արունով պատասխան է տվել, ուրիշ ոչ մեկ չի տվել։ Շարունակեմ։ Okay։ Իրանք փող լրացնելով էտի եւս մեկ անգամ խաղարկելով ներս էթալու փորձ են անում։ Ռոբերտ Քոչարյանի ուժը 5 տարով եկել էր միայն իշխանապողության օրակարգով, ճիշտ է։ Եկել են այդ օրակարգով։ Հիմա եւս 5 տարով է գալի նույն օրակարգով։ Ընկեր չես զգում մի տեղ որ մեզ էշի տեղ են դնում։ Ես ինքս զգում եմ այդ խնդիրը։ Դու կարաս շարունակես իրանց չքննադատես։ Ես նույն ձև եմ իրանց տեղ։ Չէ, ես քննադատում եմ իրանց, բայց իմ հանրային իրանց մի աշկով եմ նայում, չեմ առանձնացնում։ Իմ քննադատությունը հիմնականում ուղղված է դեպի Նիկոլ Փաշինյան, որտեղ ինքն օրվա իշխանություն։ Ես հիմա այդ հարցը տամ։ Նայ, 7 տարի է, սա 8-ն է երևի գալիս, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ինքը հավաքվում է 3-րդ անգամ իշխանավարելու։ Ինչի դեմ հեղափոխություն արել, Ինչի դեմ նաև հեղափոխություն արել Սերժի Հակոբ կավարած կոստյումի դեմ, որը ինքն էր այդ խոսույթն անգամ ինքը մտցրել ու ինքը այդ կոստյումը շատ հաճույքով Սերժն էր 3-րդ անգամ դառնում դրա համար նաև դառա։ Հա, հիմա նայ, այստեղ ինչն է ինձ համար խնդրահարույց, որ եթե մենք ունենք օրվա իշխանություն, ով որ հաստատի գլխավոր պատասխանատու մեղավորնա բոլոր տեղի ունեցած իր իշխանավարման ժամանակաշրջանում բոլոր տեղի ունեցած աղետների համար, իսկ մենք տեսել ենք այն բաները, որոնք կարելի է արհավիրք, աղետ, ինչով ասես կարելի է բնութագրել, էլի։ Արցախը այդ պարզապես իրան աղետ ասել է, երևի, չգիտեմ, էլի շատ մեղմ է։ Կոնկրետ իմ համար դա անձնական ու ազգային մեծագույն ողբերգություն է, ցեղասպանության շարունակություն է դա։ Աշխարհը այդ գիտես ոնց է տեսել։ Ով? Աշխարհը։ Աշխարհը դա տեսնում է հիմա որպես տենց խաղաղություն, որպես Աշխարհը սենց է տեսել։ 70 հոգի կողմ էր, որ ընդ ցեղասպանություն չկա, գաղթ չի, բան չի, 30 հոգի դեմ էր, դեմոկրատիա է, նորմալ անցավ բրծավ։ Չի տեսել, որ Կիմ Չեն Ինն արե։ Ճոգիր։ Հետո Տավուշի մարդկանց տաների հանձնումը, այդ թվում կադաստրի վկայականով։ Աշխարհը տեսել է, որ 70 հոգի կողմ էր, 30 հոգի դեմ էր։ Չի տեսեն, դե իրանց համար, հիմի դու բան
Սլովակիայի ընդդիմությանը ճանաչում ես։ Իհարկե չեմ Որոնց ճանաչում։ մի հատ աննասուն բան լինի, տենաս 70-30 անցել է։ Շատ ես խորանալու։ Ընդհանրապես ես Աշխարհի համար ըստե 70-30-ով 5 տարվա ծրագիր է։ Նայ, իմ ասածը ինչու՞մ է, Իշխան ջան։ Հիմա մենք ունենք ձեր մասով, բոլորին դեմ եմ մասով եմ ասում։ Մենք ունենք արդեն 7-8 տարի իշխանավարող, ամեն ինչի համար պատասխանատու մեղավոր հստակ։ Համար մեկը ինքն է։ Կան շատ մեղավորներ պատասխանատու։ Ես համաձայն եմ, ու ես որպես պատերազմի մասնակից, դու որպես պատերազմի մասնակից, մենք լավ հասկանում ենք, որ կոմպլեքս այնքան հարցեր, այնքան խնդիրներ են եղել, բայց պատասխանատու մեղավորը մեկն է։ Չէ, մեկը չի։ Համար մեկը։ Պատասխանատու թղթերով մեկն է, հա։ Մեղավոր շատերն են։ Արի ասենք համար 1 պատասխանատու մեղավորը։ Համար 1-ը, որտեղ ինքն է եղել գերագույն գլխավոր հրամանատար ու ինքն էր հելել ու այդպես ասում, որ կասկածող չլինի իմ հրամանատարական ընդունակությունների վրա։ Չխորանանք այդ բանի մեջ, այդ մի առանձին թեմա է, որը կարող մի օր հետո զրուցենք այդ թեմայով, որպես պատերազմի մասնակիցներ մեր վերապրածը օրինակ։ Բայց այս ամեն ինչը հաշվի առնելով ու հաշվի առնելով, որ ինքն է հենց երրորդ անգամ, երրորդ սրոք իշխանավարելու հավակնություն ունի, ինքն է ընդհանուր առմամբ այս թունավոր մթնոլորտը, գլխավոր մտցնողը, համար 1 մտցնողն ինքն է, որտեղ իշխանությունը կարող է այդ թունավոր այդ խոսույթները հանի, ինքը կարա վերացնի պառակտումը ազգի մեջ, ինքը կարա օրինակ իմ առնվազն մատ թափ չտա Արցախից բռնի տեղահանված կնոջ վրա, ով իր երեխայի հետ է գտնում ու առավել ևս որ մեր նահատակներից մեկի դուստրն է այդ աղջիկը, մեր համար կռիվ տված մարդու Համաձայն։ օրինակելի իր երեխայով շախմատիստ էս վերջերս ոնց որ լավ լուր ստացանք իր մասին։ Մի խոսքով, բայց դա ուրիշ թեմա։ Այդ պարագայում ամենաառաջինը ես համոզմունք ունեմ, որ բոլոր ինդեմի սլակները պետք է թեքված լինեին Նիկոլ Փաշինյանի վրա։ Ինչի ուղղված չեն Նիկոլ Փաշինյանի վրա։ Կարասի մեջը բացես նայես ինչքան է ուղղված իր վրա, ասում եմ, բայց բոլորին դեմ եմ, փաթեթով է դեմ։ Կոնկրետ այսօրվա իմ բոլոր պոստերը եղել են իրան դեմ, եթե տենց ես էլ եմ իր վրա սովորականից շատ ջղայնացած։ Բայց կենտրոնանալ նրա վրա եւ վերջ կուրանալ այդ մնացածը, այդ ինքը չլինի ով ուզում ալնից Միքայելա պակաս։ Լսում ես։ Երբ որ ինձ երկրորդ գծում դիրք փորել էին տալի կռվի վախտ, էդի բոլոր իշխանությունների ժամանակ չփորված երկրորդ գիզներ։ Խնդիր չկա։ Որից ընդամենը 2 տարին Նիկոլի օրոք։ Ու տենց մի 7-ատե էպիզոդ կա։ Իսկ ես տեսել եմ օրինակի Թե չեն մնացած սաղասացից հետ համաձայն։ Ես գիտես, ես պատերազմի դաշտում օրինակ Զորամասում տեսել եմ շատ սիրուն թույն սաունա, Զորամասի ներսում, ու չեմ տեսել բունկեր։ Ոնց որ այդպես որ խոսանք շատ երկար է։ Այսինքն փաթեթով են, չէ՞ մեղավոր։ 5 տարում չեն սարքել։ Այսպես ասեք, այդ սաունան ոնց որ հաստատ վաղուց են սարքել, իսկ բունկերը վաղուց չեն սարքել։ Հենց կենտրոնանում ես մենակ մեկի վրա, ստացվում է իրանք մեզ կրել են։ Մի վարքյան։ Իրանք ու մենք ենք։ Ոչ թե իրանք տարբեր ուժեր են, մենք պետք է ընտրենք, իրանք ու մենք ենք։ Օրվա իշխանությունը մեկն է։ Նիկոլ Փաշինյանով։ Ես էլի եմ համոզմունք հայտնում, որ Տես չեմ կարծում ես։ Շատ լավ, խնդիր չկա։ Գիտես խի։ Ես ուրիշ Օրվա իշխանությունը, որ մեկին մեղադրում է մարտի 1-ի մեջ, 8 տարում կարող է պատժի։ Որտեւ ում ուզե պատժել է։ Բա ինչի դեմ չես, որ ինքը չի Ասեմ, ես եթե հատենան քեզ չեմ պատժում մի օր, բայց դու դաղալ լնես։ Ենթադրեք, որ իմ հետ օրթախ է։ Տենց հատուկ այդ բառով է ասում եմ, էլի։ Եթե դու քեզ 8 տարի մեղադրեմ մարդ սպանելու մեջ, բայց չպատժեմ, թող մարդիկ մտածեն, որ դու իմ թմից ես։ Կլինի ես տես մտածեմ։ Իրավունք ունեմ, թե չէ։ 10 րոպե մնաց։ Всё, հեսա 10 րոպեվա մեջ ապե իրավունք ունեմ, ես մտածեմ, որ իրանք մի թիմ են, երբ որ իրար չեն պատժում։ Տրամաբանական է, թե չէ քո համար։ Կա տրամաբանություն դրա մեջ։ Միանշանակ կա տրամաբանություն։ Ես տենց եմ։ Բայց կարակ այդ տեսանկյունից նայենք, որ պարզապես դա Նիկոլ Փաշինյանի ձեռնտու ընդդիմությունն է, որովհետև այդ պարագայում ինքը լծակներ ունի անընդհատ աշխատեցնելու այդ ընդդիմության դեմ, այդ պարագայում, երբ որ ընդդիմության կողմից արդարացիորեն քննադատություն կհնչի Նիկոլ Փաշինյանի հասցեին, որ գիտես ինչ կա, դու էս արեցիր, ինքն է 10 բան կբերի իրանց դեմ, կասի իսկ դուք էլ էս արեցիք, էս արեցիք։ Այսինքն փոխլերացնում են իրար։ Դե փաստացիորեն մի տարատավոր այդպիսի ցիկլի Դու անունը դիր ձեռնատու ընդդիմություն։ Ես ֆուլ համաձայն եմ։ Ես դնում եմ մի թիմ ախպեր, դու որոշի, հարց չկա։ Իշխան ջան, այս պայմաններում ոնց որ մի հատ հարցը շարունակել, արդյոք չկա բոլորին դեմ մի շարքերու մարդիկ, ովքեր նախկիններին, այսպես ասած, ավելի դեմ են, քան իշխանությանը։
Չէ, ապեր, ավելի շատ քո խելքի մարդիկ են ցավոք սրտի։ Ասում ես ավելի շատ, բայց կան, չէ՞, մարդիկ, ովքեր նախկիններն ավելի դեմ են։ Էպիզոդիկ էլի, չէ։ Չկա։ Սենց ասեմ 80-20 չի նույնիսկ։ Փաստացի։ Նիկոլե Արազները շատ ցցուն է։ Ահա։ Պարզ մարդու համար, որ տեսնում է ոտը խփին, ոտը ցաված։ ԿՊ-ի օրոք շատ են ոտին խփե։ Ահա։ Բայց պետք է հասկանաս, որ դա 35 տարվանոց process է, ոչ թե դիսկրետ 3-4 հատ 8, որ կարանաս մարդավարի բոլորին դեմը լնես։ Էդի առանձին հակաուժեր չեն ընկեր։ Այդ իրանք ու մենք ենք։ Մենք իրանց ձեռը կրակը ընկած, մենք նախատեսված ենք հերոսաբար զոհվելու համար, հարկ տալու համար, չլվելու համար, ցույցի վաղտ մեռնելու համար, աշկ կորցնելու համար, սարի թաղում, ձեռ կորցնելու համար սիրահարների այգում։ Իրանք նախատեսված են իրար խորհրդարանում հայոյելու համար, դաչաներ ունենալու համար, իրար հետ երեխա ամուսնացնելու համար։ Իրանք ու մենք ենք։ Դու հա առանձնացնում, մերոնք է, ես եմ նույնիսկ առանձնացնում, ես քեզ սենց ասում եմ, բայց ես ավելի շատ ԿՊ-ին եմ քննադատում, ոնց ուզում ես նայ, թո մարդիկ բացեն էջուս նայեն, տենց չի բայց։ Ես բանը տեսա, որ այդ առումով մի բան անեմ, կոնկրետ քո մասով Իշխան ջան, ես հստակ գիտեմ ու շատ եմ ասում բոլորին դեմից, ես հստակ համոզված եմ էլի, որ դուք նիկոլական չեք, բայց այստեղ խնդիրը նրանում չի, թե ինչն է իրականությունը չէ, էլի ասեմ, այստեղ քարոզչության խնդիրն է ու ես ոնց նշեցին առաջ, օրինակ Մելիք Վարդանյանի դեպքերը, ոնց որ այդ քարոզչության համար շատ լավ նյութ են, ասես մի հատ հոյակապ կտացնում։ Ավելի վատ բաներ կարող լինել։ Հիմա սենց մի բան ասեմ, այդ բանի առումով իդեպ, այս բանի դրությամբ ճիշտ ասած, ես տեսնում եմ, իմ միտքը էլի զուտ ասեմ, որ զրույց ստացվի, ես ավելի շուտ ոչ թե ես հարցը զրույց եմ որպես անայում, այլ մեր զրույցը։ Դավայ, եղբայր։ Ես տեսնում եմ, որ այս պայի դրությամբ էլի Նիկոլ Փաշինյանը ոնց որ ընտրած լինի իր համար ընդդիմադիրների, ու այդ ընդդիմադիրներն էլ անգամ չեն հասկանում, որ դա իրանց դեմը աշխատելու։ Բացատրեմ ինչի համար։ Այս պայի դրությամբ Նիկոլ Փաշինյանը, որ ասում է պատերազմի եռագլուխ կուսակցություն կա, չէ՞։ Այդ իրան ձեռնտու ընդդիմությունն է, որի պայմաններում օրինակ վաղը միսօր ինքը պետքա Տիգրանաշեն հանձնի։ Երբ որ ինքը Տիգրանաշեն հանձնելուց լինի ու ընդդիմությունը միայն այդ երեք ուժերը լինեն խորհրդանում պատկերացնում, ինքը գիտես ինչ ասում, ինքը ասում է տեսեք ռուսական ուժերը եկել են ու մեր խաղաղության դեմ են խոսում։ Այդ պայմաններում ես օրինակ բացատրեմ ինչի համար, ես ուրիշ ձևով եմ տենում մեր լուծումը, ես ուղիղ կասեմ, ես բոլորին դեմ եմ մի օրակարգը չեմ կիսում, ես ուրիշ ձև եմ լուծում տեսնում, թեկուզ մեկ ուրիշ ուժ, որ հայտնվի այդ ժամանակ խորհրդանում, այն որ բոշա փչացած չդառնա այդ խոսույթը, ինքը կարենա հակադարձի ու ասի, եղբայր այդ բանը մի կողմ թողեք, ես հայկական շահի դիրքերից ասում եմ, որ այստեղ մեր հողն են տալիս ու կամ սահմանություն փոխել, սա Ալիևի սահմանությունը, ինքը չկարենա ասի, սա ռուսական խոսույթ է ու դուք ռուսական ուժ եք։ Ու անգամ այդ պետքա ընդդիմությանը, ովքեր որ չգիտեմ, ասոցացվում են Ռուսաստանի հետ մնացածները։ Մի կողմ թողնենք դա ճշմարտ թե չէ, էլի եմ ասում, քարոզչական դաշտում ամեն ինչ որոշվում։ Մի բան էլ ավելացնեմ այն առումով, որ ես տեսա հենց այդ բանով այդ առումով դու Փաշինյանից անվանել էիր խաղաղության հազար անգամ կներեք արտադրության խաղաղության անվոռու գլուխ կուսակցություն։ Ինձ է կներեք, երևի տես պետք շատ հետաքրքիր մարդկանց աշկի դեմը չգրի, թե տարածվեց այդ խոսույթը ու ասում էին ընդդիմության մեջ ամեն տեսած ես ասում էին Նիկոլական իմ համար ճիշտ մի քիչ դիսոնանս էր, որովհետև այդ նույն բանի մեջ իրանց էլ կար անրադարձ։ Չգիտեմ իրանքի ոնց են բան արել թե իրանց եթե միտե իրանց մի քիչ կպնում ես 100 մաս ուրիշին է կպնես, դու նիկոլական ես դառնում։ Ես համարում եմ բոլոր իրանց այդ ով կա նույնական մի ամբողջություն։ Ճոգում ես, կարան իրանք է դառնա ես եմ իրանց նիկոլական համարում։ Ես մի բան էլ ասեմ, զուտ իմ բանով կիսվեմ ու երևի ես դրա վրա վերջացնենք, ճիշտ ասած ես այսօր նայում էի, ուրեմն Պապոյան Գարիկի խոսք տեսա, որտեղ ինքը հետաքրքիր միտք էր տվել, չգիտեմ իր քաղաքական տեսանկյունը ինչպիսին է, ոնց է, ասում է մեր մոտ, ասում է եթե ինչ որ մեկի հետ չես, ուրեմն իր դեմ ես, ասում է այդտեղ անհատականությունը, անհատական կարծիքը կորում է։ Շատ հաճախ գիտես իմ մոտ էլ է այդպիսի բաներ ռեֆլեքսիա առաջացում ես, վերջերս մի հոգու հետ այդպես մեկնաբանություններում թեթևպես ընդհարում եղավ այն առումով, որ ինքը ասում է դուք ընդդիմությունը դու ինձ դասելով ամբողջ ընդդիմության շարքին ինչի այդպես չի, ես մի քիչ ուրիշ դիրքում եմ գտնվում էլի, այնպես չի, ես իրենց համար քարոզչություն չեմ անում, կոնկրետ խոշոր ուժերի համար ես իրենց գաղափարները չեմ կիսում, չեմ հարում, ես իրենց իմ քվեն չեմ տվել երբևէ, չեմ տալու հիմա էլ։ Բայց այստեղ խնդիրը այնտեղ առաջանում, որ ինձ էլ են այդ շարքին դասում, ասում են դուք բոլորդ ով որ մի քիչ դեմ ասում, բան եք, մեզ նիկոլական եք ասում, ինչի այդպես չի։ Օրինակ ես բոլորին չեմ ասում նիկոլական, ես եմ որ պետք է հստակ եմ որ նիկոլական
այն բոլոր կատեգորիան, որ արդարացում ամեն ինչում, որ հստակ իրենց քարոզչություն տան, ես այդ դեպքում եմ ասում Նիկոլական։ Ու այս ամեն ինչում, ոնց որ գիտես, այս արատավոր բանի մեջ ես զգում եմ, որ ես էլ ոնց որ ինչ որտեղ տարալուծվեմ, որպես այդպես ընդհանուր ընդդիմության ինչ-որ մի հատ ներկայացուցիչ, ով որ չգիտեմ, կողմնակից է նրան, որ մարդկանց քվեին բնամը թերքի նման են վերաբերվում, այդ նողկալի այդ բովանդակությամբ այդ հեռախոսազրույցներին ես կողմ եմ, որ ընտրատասովչիկների ինստիտուտա, որ փողոցում են որոշում ոնց է լինելու մեր քվետվողների ձայն, որովհետև ես լինելով 16 տարեկանից միտինգների մասնակցող մարդ, ցույցերի իմ քաղաքացիական իրավունքների համար իմ համար պարզապես այդ ոնց որ ճոկում ես 10 տարիների կարելի ասել պայքար այս քաղաքացիական իրավունքների համար, որ այսօր մենք կարողանանք գոնե թե հանգիստ խոսենք ու վախենանք, որ օրինակ մեզ դատի կտան կամ գոնե որ ծեծել տան, էլի մենք դրա մասին կբարձրացնենք ու հանրությունը այն հատված կա հասունացած, որ դա չի մարսի։ Կասի խի եք Սամվելին ծեծում, խի եք Սամվելին դատի տալիս։ Չեք իշխանի տանում։ Ես գիտեմ որ դու կպայքարես, ես բայց մի հատ բան ասում էլի աղբորս, դրանք ով են ազդել։ Հանուր ձեռք բերում ու այստեղ նստած տղեկ եկան, ովքեր այդ պայքարի մեջ են եղել։ Բայց բան ասեմ, տես ոնց են վրա ազդել, էլի։ Ու այդ պայմանները, որ մենք այդ դրան հասել ենք, դա ձևավորել ենք։ Ես դեմ եմ նրան, որ ուժերը միանձնյա կառավարման են բանանում, այդ հավակնում ու անխուսափելիորեն վաղմիսօր իրանք վերադառնալու են բանին, եթե իրանք այս ձևով են գալիս, որ իմ հետևից մարդիկ ուղարկեն ծեծելու, ինձ դատի եկտան, իսկ նստեցնեն են։ Ես չեմ ուզում այդ կարգի կառավարում։ Լսի ասեմ, ախպերս, իրանց այդ բանը մեթոդը վրա ազդել է։ Եթե քեզ թվում է նույն որակի զապիսներ, եթե մի հատ էլ ուրիշ հացալներ, չէ լինելու մյուս կողմից, դու բեսամ սխալվում ես։ Ես գիտեմ, ՀՊԱ-ականների 10-ով կեն զապիս արած չի։ Լսում ես։ Փողի էլ ավելի նողկալի էլ հաստատ լինելու է։ Տրամաբանում ես, որ լինելու է։ Ես գիտեմ, որ լինելու է։ Էնի մցրել են աշկդ, հոգիդ գողացել են։ Այն առումով, որ դու չարացել ես ավելի շատ նրանց վրա, չէ՞, քո ուղեղում կաշառատուները նրանք են, արի դուզը խոսանք։ Կարելի է այդպես արի դուզը խոսանք, դու մարդիկ էլ ես։ Այն կողմից է կա կաշառ, այն կողմից էլ այս կողմիցը վիդեոյով ցույց են տվել։ Ընտրաչ բանա, կոֆե չէ խմում։ Հենց հիմա մեկի գլուխը ավտոն լղջեց, որ էդի բերեն այստեղ, կուլ չի էթալու։ Բայց չեն բերե կուլ ես տալի։ Հիմա գլուխ լղջելը մենակ այն կողմի։ Բերե կողել են աշկտ։ Հաստատիորեն մենք կարանք ասենք, որ մարդկանց ստիպելով տանում ենք հազարշավների բաների, դա էլ է ընտրակեղծիկ, ես պատմում եմ, բայց պապիներին սաղին չհնարած թոշակը տվին։ Հետո է ստուգում են, թոշակը բարձացել է։ Հա, երեսով են ախպեր գույներն ա ուրիշ, ասում եմ մի սաստավ են, մի վարք ունեն, պրոստը մեկի դերը բաշխել են բոբոյական տենց ռուսա-մուսա բաբաբան, Այս մեկի դերը բաշխել են բանական, ընկեր դրանց սաղին դեմա պետք է լինի։ Ես սենց ասեմ, ես չեմ ուզում ունենամ հետագայում իշխանություն ու օրոք ոնց որ մայրիկին են աշխատանք ցերրացրել, ինձ են աշխատանք ցերրացրել, ես չեմ ուզում որ էլի մարդիկ հեռացվեն աշխատանքից դեմ լինելու համար օրվա իշխանության։ Դրա համար պետք է ճեղքենք։ Հա, ուրիշ ձև չունենք։ Վերջին մի բանն էլ ասեմ, դե դուք ձեր բան ունեք, գաղափարը ոնց որ ներկայացրեցիք ու զրուցեցիք ընդհանուր առմամբ այս բոլոր բաների մասին։ Գնացեք ընտրության, ուսումնասիրեք ուժերին, նայեք ով է ձեր սրտով, ում ծրագիրն է ձեր սրտով, այդ չգիտեմ դուք օրվա իշխանությանը իմացեք ձեն եք տալի մի պարագայում, եթե չեք գնում իշխանության, եթե գնում եք իշխանության, ձեր սրտի ուժին տվեք ձեր ձայնը, ես կասեմ մի ուժի մի տվեք էդի օրվա իշխանությունը, մնացած ում ուզում եք տվեք, անկախ դրանից, թե ձեզ կասեն չգիտեմ փոշիացում բան եւ այլն, տվեք ձեր ուզած ուժին, գնացեք ընտրության չգնալով դուք ձեր քվեն տալիս եք Նիկոլին։ Դե վերջում ասել, եթե ոչ մեկին չեք ուզում ընտրեք, կա բոլորին դեմ եմ։ Այդ դու ասա, այդ ես ոչ Եթե չեք ուզում ոչ մեկին ընտրեք, կա բոլորին դեմ եմ, որը մեկին մեկ կատարելու էին գործը, ինչ որ բոլորին դեմ եմ քվյաթերթիկը մեր ծնողների ժամանակ։ Դրա պատասխանատուն այ ես ու իմ խելքի մարդիկ են։ Ես հիմա մի բան ասեմ, ես ոչ մեկի համար չեմ ասում գնացեք սա ընտրեք, ես կարող այն ինչ-որ բայ ասեմ, ես ում եմ ընտրելու, բայց ոչ մեկ չեմ ասում։ Ում ուզում եք, գնացեք իրան ընտրեք։ Ես քարոզ չեմ անելու որևէ ուժի համար։ Իշխան ջան, եթե դու հենց բոլորին դեմ եմ մասով ասելիք ունես, ոնց որ այս զրույցը մի քիչ չկարծեք ձեր բանն, դու ուզում ես ասա այդ որ լինի։ Ասելիքս այն է, որ ասում եմ, փաթեթով բոլորին է գնահատական պետք տալ, որ ճեղքում լինի։ Այդ եկեք մի քիչ մենք փորձենք ընդդիմություն աշխատենք վիճակները, այս խորհրդարանը Սերժի կոստյումով կարած, ընդդիմությունը դեր չունի։ Ում որ սիրում եք, նույնիսկ իրան պետք չի ընտրել հանգարց, որ չէ թե հայտնվի մոտները ընդդիմությունը աշխատելու Նիկոլաց։ Ճեղքել է պետք, ճեղքելու ձևն էլ էս է, որը 100 օրով է, 5 տարով տվեք բզբզանք չի։
Կճեղքենք մենք էլ մեզնից գոնե շատերը իրանց դերմքով հետո կներկայանան բացի բաներից ովքեր տեր են լինելու այդ 100 օրվան այսքանը շնորհակալություն որ մեր հետ էիք Ալի ես այդ ցույց տանք ու այդ կարակ նայեք շատ հետաքրքիր պիկապ բոլորին պատժող պիկապն է էլի չէ դուք կանգնած է իր ճիշտ տեղում պատժիր բոլորին քվյաթերթիկ համար 2 քվյարկիր ուսումնասիրեք ուժերին տեսեք որն է ձեր սրտով ուսումնասիրեք ծրագրերը աթորները արի տանեն կախբերեսի փողոցա արդեն բացեք տեղը թե չենքան ավտո եկավ Всё Քելանք վերև էլի սառանք